Լիլիթ Սարգսյանի 7-ամյա որդին այս տարի դպրոց չի գնացել, որովհետև մայրը չի կարողացել հոգալ դպրոցականի համար ամենաանհրաժեշտ ու ամենատարրական կարիքները։ Երեխան հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ չի ունեցել և Լիլիթը ստիպված է եղել նրան տանը պահել ավելորդ ծախսերից խուսափելու համար։ Հրաչը մեր այցելության ժամանակ տանը չէր, Լիլիթը նրան քրոջ հետ ուղարկել էր ընկերուհու մոտ աշտարակ։ Քույրիկիս հետ ուղարկել եմ աշտարակ յանգերուհու տուն, որ ապրեմ մի քանի օր, ուտելու բան չկար, հիվանդ էր երեխան, դե որ չաշխատեցի էլ, ոչ սոցիալապես անապահով էր, դրա համար էլ չկարացա հագուստ գնեի, դրա համար չուղարկեցի։ Իսկ ինչքան գումար էր պետք, որ դուք կարողանայիք հագուստ գնել, պատրաստել, որ ուղարկեք։ Մոտ երևի մի 35,000, էլի ծախսեր կան, էլի ուզում են դպրոցը։ Ինչ ծախս։ Ֆոնդի փող են ուզում, գրքերի փող են ուզում։ Լիլիթը միայնակ մայր է համարվում, համապատասխան փաստաթղթեր էլ ունի, 2 երեխա է մեծացնում, երրորդին էլ սպասում է, բայց միշտ չէ, որ նրանց կարիքները կարողանում է հոգալ։ Ամուսինը երբեմն գալիս է երեխաների մոտ, հետո օրերով բացակայում է։ Օգնում է, վախտ է գիտի, ինքն էլ է հիվանդ, ինքն էլ մի աշկը չի տեսնում, օպերացիա արած է, պոճկան հանած է, երկաթ է հավաքում դրսից ստեղից ընդեղից, հաց է բերում երեխեքին։ Լիլիթի խնամակալության տակ է նաև նրա 16-ամյա քույրը, ում հետ էլ ապրում է Լիլիթն ու իր երեխաները։ Մայրը Արցախյան պատերազմի մասնակից է եղել և քաղաքի ծայրամասում Չարբախի հանրակացարանի այս սենյակը նրան են հատկացրել, մայրն էլ կտակել է կրտսեր դստերը։ Այս ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը 30,000 դրամ նպաստն է եղել, որից էլ արդեն 7 ամիս է զրկվել են։ Լիլիթը Մարտին կենտրոն կանաչապատման գրասենյակում աշխատանքի է ընդունվել, ծաղիկներ խնամել, տարածքը մաքրել։ Փարոսում այդ մասին իմացել են ու կտրել նպաստը։ Երբ աշխատանքից ազատվել է և ուզեցել է կրկին վերականգնել, Լիլիթին ասել են, որ պետք է ամուսնուն գրանցի այդ սենյակում, եթե ոչ, ապա նպաստ չի ստանա։ Սակայն Լիլիթն ասում է, որ ամուսինը գրանցված է իր տատիկի տանը և ժառանգությամբ քրոջը տրված բնակարանում նրան գրանցել չի ուզում։ Քույրը հնարավոր է ընտանիք կազմի և այստեղ ապրի։ Մաման մահացավ 2004-ին, այս տունը մնաց մեզի, ու ասեցին, թե մեզ տուն չհատկացնեն, մեզ տունը չեն վերցնի մեզանից թաղապետարանը, սեփականացրած չի, ուղղակի մի հատ որոշում կա։ Լիլիթի տան պայմանները շատ համեստ են, համեստը մեղմ է ասված։ Առավոտյան պատուհաններին սառույց է կապում, ջուրը նախկինում դրսից օրակից էին բերում, հետո հարևանն իր համար ջրագիծ է անցկացրել, մի ծորակ էլ տվել է Լիլիթին։ Էլեկտրաէներգիայի պարտքերը սովորական են դարձել, երբ լույսն անջատում են, միակ հույսը էլեկտրիկի մեծահոգությունն է, և նրան են խնդրում լույսը միացնել, մինչև կարողանան մի տեղից գումար գտնել և փակել գոյացած պարտքը։ Փայտե վառարանի համար դրսից հավաքում են վառելու պիտանի ինչ պատահի, հին կոշիկներ, ցախ, հագուստ կամ խանութներից արկղեր են բերում։ Մենակ նպաստից հարցն է, ուզում եմ վերականգնեմ, որ գույնը կարողանամ այս երրորդ երեխուս համար ինչ-որ մի հատ բիլիոնկա առնեմ կամ շապիկ առնեմ, որ հեսա ապրելի սկիզբ գնալեմ հիվանդանոց, ոչ մի բան չունեմ։ Կրթությունից դուրս մնացած երեխաներ հանրակացարանի այս շենքում շատ կան։ Հարևան մուտքում 7-ամյա Մոնիկան ևս առաջին դասարան չի գնացել։ Շենքի բնակիչները ցույց են տալիս 7-րդ հարկում բնակվող մեկ ուրիշ ընտանիքի, ում 4 երեխաներն էլ դպրոցահասակ են, բայց չեն հաճախում, որովհետև միակ աշխատող հայրը հասցնում է հոգալ ընտանիքի գոյատևման համար ամենաանհրաժեշտը՝ հացի խնդիրը։ Բայց նրանք նկարահանվել չեն ուզում, հույս չունեն, որ որևէ բան կփոխվի։